Սիրելի հայրենակիցներ, երկրորդ կիրակին է և կոչվում է աշխարհամատրան կամ կանաչ կիրակի։ Աշխարհամատուռը մեզ հիշեցնում է քրիստոնեության առաջին մատուռը, որ հիմնվեց վերնատանկից առաքյալների կողմից, այսինքն կազմակերպվեց առաջին եկեղեցին քրիստոնեական, որտեղ առաքյալների հետ հավաքվեցին Քրիստոսի հետևողները, այլ խոսքով ասած, հավատացյալները։ Այսօրվա Պետրոս առաքյալի թղթի երկրորդ գլուխ 1-3 համարները, որ վերնագրված է սրբություն և պարզություն, սկսում է հետևյալ նախադասությամբ. Ուրեմն դեն գցելով ամեն չարություն, ամեն նենգություն, կեղծավորություններ, նախանձ և ամեն չարախոսություն, որպես նորածին երեխաներ, միշտ փափագող եղեք բանական և անխարդախ կաթին, որպեսզի նրա միջոցով աճեք փրկության համար, եթե արդեն ճաշակել եք, որ քաղցր է Տերը։ Պետրոս առաքյալը շատ գեղեցիկ համեմատություն է անցկացնում առողջ երեխայի բնազդային ախորժակի միջև մոր կաթի հանդեպ և նորադարձ առողջ հավատացյալի ախորժակ Աստծո խոսքի հանդեպ։ Այն բնութագրում է քրիստոնյաներին որպես նորածին երեխաներ, որոնք իծնե տենչում են իրենց մայրական կաթին։ Առաքյալի առաջ բերած այս միտքը բացահայտում է Աստծու հետ հավատացյալի հարաբերության քնքշությունը և նորածին երեխայի նման անմեղության գաղափարը։ Սիրելիներ, ճիշտ այնպես, ինչպես երեխան պետք է կանոնավորապես մաքուր կաթ ընդունի, աճի և առողջ լինի, այնպես էլ նորածին հավատացյալը պետք է ամեն օր ընդունի Տիրոջ խոսքը, որպեսզի աճի շնորհով և քրիստոսանմանությամբ։ Ինչպես նորածինը հեռու է չարությունից, նենգությունից, նախանձից, խորամանկությունից, կեղծավորությունից, չարախոսությունից, այդպես էլ հավատացյալը պիտի լինի, եթե ճաշակել է և տեսել է, որ քաղցր է Տերը։